Հաջողությունը բազմաբովանդակ անհատական հասկացողություն է։ Ֆիզիկապես առողջ լինել, հոգեպես հանգիստ լինել, լիարժեք հարաբերություններ, կարիերա, բարեկեցիկ կյանք, հարստություն, ճանապարհորդություն եւ այսպես շարունակ։ Անկախ նրանից, ինչն եք համարում ձեր համար հաջողություն, մի բան հաստատ է. երբ մարդ լարված է, բարկացած, անհավասարակշիռ, վատ տրամադրությամբ կամ մի խոսքով սթրեսի մեջ է, չի կարող ոչ ճիշտ որոշում կայացնել, ոչ կենտրոնանալ, ոչ էլ արդյունավետ գործողություններ անել։ Պարզ, հասարակ բաները մարդ սթրեսի լարվածության ժամանակ չի կարողանում իրականացնել։ Հավանաբար ձեր հետ եղել է իրավիճակ, երբ պետք է բանալիով, ասենք, դուռը բացել, որ ամեն օր արել եք, բայց լարված ժամանակ շտապելիս ուղղակի չի ստացվում։ Կամ ինչ-որ մի իր եք փնտրում, որ մոտակայքում է, քիչ առաջ է ձեր աչքով ընկել, բայց որքան լարվում եք, այնքան չի ստացվում գտնել։ Սթրեսի ժամանակ ձեր պոտենցիալը արգելափակվում է։ Միտքը եւ մարմինը հատուկ ռեժիմով են գործում, որի ժամանակ չկա ոչինչ բացի գոյատևման բնազդից։ Այս կենսաֆիզիոլոգիական, հոգեհուզական վիճակում նպատակներն իրականացնել, հաջողակ լինել չի ստացվի։ Հաջողության հասնում են հավասարակշռված, պարզ տրամաբանությամբ, սթրեսակայուն մարդիկ։ Նպատակին ընդառաջ գնալիս հանդիպող դիմադրությունները, դժվարությունները, ձախողումները սթրեսածին գործոններ են։ Եթե չեք կարողանում սթրեսը կառավարել, հաղթահարել, նպատակներին հասնելու շանսերը կտրուկ նվազում են։ Հաջողակ կյանքի կարևորագույն բաղադրիչներից է սթրեսակայունությունը։ Ավելի մանրամասն սթրեսի, սթրեսակայունության, սթրեսի հաղթահարման մասին խոսելու եմ հակասթրես վեբինարի ընթացքում։ Գրանցման մանրամասները մեկնաբանություններում կամ պրոֆիլի նկարագրության մեջ։ Ցեխ 1 հավանել, բաժանորդագրվեք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։